Հարցս երկուսին է ուղղված, թիպը Հայաստանի տնտեսական անկախությունը մեծացնելու վերջը, թե Հայաստանը ստեղծելու է նոր կախվածություն, այսինքն մենք ունենալու ենք այլ երկրների երկրապահվածքների կախվածություն, չնայած այստեղ կարելի է իհարկե քաղաքական բաղադրություն։ Տեսեք, մենք արդեն նշեցինք, եթե խոսում ենք բացառապես թրիփի մասին, այսինքն 43 կիլոմետր երկաթգիծ ավտոճանապարհ, ենթադրենք նաև թվային մալուխներ կամ էլեկտրահաղորդման գծեր, եթե խոսքը բացառապես այս 43 կիլոմետրի մասին է, ապա շատ դժվար է պնդել, որ սա էական տնտեսական շահաբաժին է բերում Հայաստանին, որտեղ բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ նույնիսկ եթե տարեկան այդ թրիփով անցնի 5-6 միլիոն տոննա բեռ, ապա այդ տարանցման վճարները բավականաչափ փոքր են լինելու։ Իմ գործընկերից նշեց, որ մեր հաշվարկներով, որը մենք հրապարակել ենք 2026 թվականի ապրիլին, մինչև 23 միլիոն դոլար Հայաստանը կարող է տարեկան շահույթներ ստանալ, եթե խոսքը բացառապես այդ 43 կիլոմետրանոց հատվածի մասին է։ Եթե հաշվի առնենք, որ մեր տարեկան բյուջեն արդեն գերազանցում է 7 միլիարդ դոլարը, հասկանալի է, որ այդ 20 կամ 23 միլիոն դոլարը Հայաստանի համար էական գումար չէ։ Սակայն եթե թրիփը հանգեցնի նրան, որ բացվեն նաև Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Նախիջևան, Հայաստան-Թուրքիա սահմաններ, այդ թվում նաև մենք ունենանք երկաթգծային կապ Թուրքիայի հետ կամ Թուրքիայի միջոցով դեպի Եվրոպա, մենք կարողանանք Թուրքիայի տարածքով մուտք ունենալ Թուրքիայի միջերկրածովյան նավահանգիստներին, Թուրքիայի տարածքով հավելյալ մուտք դեպի Մերձավոր Արևելք, Նախիջևանի միջոցով դեպի Իրան, Իրանի միջոցով հարավ-արևելյան Ասիա, Պարսիցոծի նավահանգիստների միջոցով, ապա այստեղ հաշվարկները եւ իրավիճակը բոլորովին այլ է։ Բայց եթե բացառապես խոսում ենք թրիփի մասին, ես նույնիսկ չեմ էլ կարծում, որ զուտ թրիփը կարող է էականորեն Հայաստանի կախվածությունը ինչ-որ պետությունից ավելացնել, որովհետեւ այստեղ Հայաստանի մասնակցությունը շատ փոքր է լինելու։ Ընդամենը լինելու է 43 կիլոմետրանոց տարածք, որտեղ ենթադրաբար մեքենաները կամ գնացքները անցնելու են 40-50 րոպեում։ Եվ առավելագույնը Հայաստանը կարող է որոշ տարանցիկ վճարներ ստանալ, որը ինչպես նշեցի, հաշվառնելով Հայաստանի տարեկան բյուջեն, առանձնապես մեծ գումար չէ։